Կարտոֆիլի օսլայից ստանում են կենսաբանական պլաստիկ, որից պատրաստում են մեկ անգամյա սպասք, փաթեթավորման համար թուղթ և տոպրակ։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք տավարի փափկամսով և կարտոֆիլով կարկանդակ։ Խմորը չենք պատրաստելու, կօգտագործենք հին հայկական ավանդական լավաշ։ Սկսում ենք միջուկից։ Սոխ ենք տապակելու բուսայուղով։ Տեղադրում ենք տախտակը։ Եվ կտրատում 2 գլուխ սոխ։ Շատ մանր։ Սովորության համաձայն, որպեսզի ավելի նրբահամ ստացվի սոխը, անմիջապես կհամեմեմ Մարոնիկ ընկերության աղով, սոդայով և շաքարավազով։ Կավելացնեմ նաև մի փոքր քրքում վառ գույն ստանալու համար, կարմրավուն, այսպիսի կարմրավուն խճուղակ ստանալու համար։ Սոխին ավելացնում ենք 1 գազար։ Կարելի է մանր կտրատել, կարելի է քերել։ Ժամանակ խնայելու համար ես կքերեմ։ Դու դեռ քո գործը չես արել։ Դեռ պետք է սպասիր այստեղ։ Այս գործին մասնակցում է տավարի փափկամիսը։ Անմիջապես հանենք այն ամենը, ինչը կարող է օգտագործվել։ Իսկ ասեմ, որ շատ բաներ կարող են օգտագործվել այս կարկանդակի մեջ։ Վերցրել եմ 1 կիլոգրամ տավարի փափկամիս, սրա կեսը կօգտագործեմ։ 1 կիլոգրամը շատ է։ Որովհետև դեռ բավականին բաղադրիչներ կան։ Կես կիլոգրամ տավարի փափկամիսը կտրատում ենք հարմար չափերի։ Եվ աղում ենք տավարի փափկամսի հետ կառաջարկեմ աղալ նաև սխտոր։ Կվերցնեմ 7 փոքրիկ բճեղ սխտոր։ Անմիջապես տախտակը և դանակը հեռացնենք, գործենք դեմ սիրելի ամանը։ Լցնում ենք սոխեռացի վրա։
Թող տապակվի միսը, իսկ մենք անցնենք առաջ։ Համեմելու ենք լոլիկի ջրով ձիթայուղի մեջ։ Կվերցնեմ 1, 2, 3, 4, 5 շերտ։ 5 շերտ լոլիկի ջիր։ Արի այստեղ։ Մանր կտրատում ենք։ Համեմում ենք Մառանիկ ընկերության աղացած սև պղպեղով։ Կարմիր քաղցր և կծու պղպեղներով։ Հերթը ասավ կարտոֆիլին։ Կարտոֆիլը նախապես խաշել եմ։ 2, 4, 6 միջին չափի կարտոֆիլ։ Այն կարելի է մանր կտրատել, կարելի է քերել։ Կքերենք ժամանակ խնայելու համար մեծ անցքերով։ Դու դեռ կարող է պետք գաս, հեռու մի գնամ։ Կարտոֆիլը մի փոքր շատ է եփել և ստացվեց խյուս, բայց ոչինչ, այսպես էլ կարծում եմ համեղ կստացվի։ Որպես համեմունք կառաջարկեմ 20 գրամ, 25 գրամ կարագ, լավ խառնելուց հետո տեղափոխում ենք սիրելի ամանի մեջ։ Այս պահից առաջարկում անցնել սիլիկոնե բահիկին։ Շնորհակալություն քեզ։ Դրսում ամպրոպ է և հաճելի անձրև։ Այնպես որ այս տաք կարկանդակները կջերմացնեն մեր հոգիները, այսպես ասած։ Հոգիները ջերմացնեն։ Համ տեսենք։ Շատ համեղ է։ Մի քիչ կարելի է ավելացնել աղը։ Վրան քերում ենք նախապես խաշած ձու։ Վերցրել եմ 5 ձու։ Քանի դեռ քերիչը ձեռքի տակ է, անմիջապես կքերենք նաև մյուս բաղադրիչը, դա հոլանդական պանիրն է, մոտ 75 գրամ։ Վերջ, դու քո գործը արեցիր, շնորհակալություն, ցտեսություն։ Տակն ու վրա ենք անում։ Խճողակին հետաքրքիր թթվաշություն կհաղորդի,
թթու կաղամբը։ Մոտ 100 գրամ։ Իսկ թարմության համար կառաջարկեմ թարմ կանաչիներից սամիտ, փոքր փունջ, այսպես։ Տակն ու վրա անենք։ Վերջ, խճողակը պատրաստ է։ Օգնության է գալիս գունավոր հարթությունը։ Լավաշը նախապես ձևել եմ։ Նախքան խճողելը պատրաստենք լավաշի համար սոուս։ Կվերցնեմ 1 ձու, խճողակը շատ է, կարծում 2 ձուն ճիշտ կլինի, քանի դեռ ուշ չի։ Ավելացնում ենք հարած ձվերին, 2 ձվին, 5 ճաշի գթալ թթվասեր։ Կհամեմենք Մարանիկ ընկերության քրքումով ոսկեզոծ երանգ ստանալու համար մի պտղունց աղ եւ վերջ։ Վերջ, մնաց ձևավորել կարկանդակները եւ շարել ջեռոցի տապակի վրա։ Այո, ջեռոց ենք ուղարկելու։ Ջեռոցի տապակի վրա փռում ենք սիլիկոնե գորգ եւ հերթով վերցնում ենք լավաշի շերտերը, կողքինը, շերտի վրա քսում ենք սոուս, այսպես ավելի հարմար է։ Մի կողմից դնում ենք խճողակ, եւ նրբաբլիթի նման փաթեթավորում ենք։ Փաթեթավորելուց հետո վրան քսում ենք սոուս,
Եվ շաղ ենք տալիս սև և սպիտակ քունջուտ։ Կվերցնեմ Մարոնիկ ընկերության սպիտակ քունջուտ։ Սրան կավելացնեմ սև քունջուտ։ Դրսում ամպրոպ է և շատ հաճելի եղանակ է, շատ եմ սիրում այս եղանակը։ Եվ այսպես խառը քունջուտով ձևավորում ենք մեր կարկանդակը, որից հետո կդնենք սիլիկոնե գորգի վրա։ Նույն կերպ ձևավորում ենք մնացած կարկանդակները։ Կարկանդակները ուղարկում ենք ջեռոց։ Ջեռոցը կմիացնեմ 192 աստիճան, թողնում ենք այնքան, մինչև կարմրեն։ Մինչ կարկանդակները թխվում են, մենք կնախապատրաստենք մատուցվող ափսեն։ Վերցնում ենք մատուցվող ափսեն, աղցանային միքս ենք լցնում, ցողում ենք լայմով, կես լայմով, կարկանդակների համար ստեղծեցինք թարմ բարձիկ, հենց սրա վրա էլ կմատուցենք։ Տավարի փափկամսով և կարտոֆիլով կարկանդակ։ Միջուկի համար բուսայուղ տաքացնել, շատ մանր կտրատած գլուխ սոխ տապակել, համեմել աղով, սոդայով, շաքարավազով, քրքումով, ավելացնել քերած գազար, տավարի փափկամիս և սխտոր աղալ միասին, ավելացնել տապակվող բաղադրիչներին, ավելացնել նաև ձիթայուղում մարինացված կտրատած լոլիկի չիր, համեմել սև պղպեղով, աղացած կարմիր քաղցր և կծու պղպեղներով, ավելացնել նախապես խաշած և քերած կարտոֆիլ, կարագ, տապակի բաղադրիչները տեղափոխել ամանի մեջ, համեմել աղով, վրան քերել նախապես խաշած ձու, հոլանդական պանիր, ավելացնել մանր կտրատած թթու կաղամբ և գազար, սամիթ, տակնու վրա անել, սոուսի համար թասի մեջ ձու հարել, ավելացնել թթվասեր, համեմել քրքումով, աղով, նախապես չափաբաժինների կտրած լավաշի վրա քսել սոուսը, մի կողմից դնել խճողակը, նրբաբլիթի նման փաթաթել, վրան սոուս քսել, սպիտակ և սև քունջութի խառնուրդ շաղ տալ, շարել ջեռոցի նախապես յուղաթուղթ կամ սիլիկոնե գորգ փռած տապակի վրա, 192 աստիճան տաքությամբ ջեռոցում թխել այնքան, մինչև կարմրեն, մատուցման ափսեի մեջ լցնել աղցանային միքս, ցողել լայմով, վրան դնել կարկանդակները, մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք արքայախնձոր պահածոյացված, սունկ ագարիկոն, մոցարելա, ռոկֆոր, պարմեզան պանիրներ, սև ձիթապտուղ, ռուկոլա և ընտրյալ հատիկ համեգախնիկ դե իհարկե մարանիկ։ Այսօր էլ այսքանը, իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։